ով գնացել է Ռուսաստան, հաստատ ավելի լավ է ապրում, քան ով ստեղ է մնացել։ Անդեղից են փողը տրանսֆերներով ուղարկում այստեղ, ոչ թե հակառակ։ Եվ մեր նման բարդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար ինքնությունը ազգային ֆունդամենտալ բան է, այս հողի կպած պահելու համար։ Իսկապես ֆունդամենտալ հարց է սա։ Օրինակ ասեմ, ես խիչ եմ օրինակ տեղափոխվել։ Նախագահ եմ եղել, հետո կարա չի տեղափոխվեի ուրիշ տեղ։ Փայլունել գործունեի Ռուսաստանը։ Որտե իմ տնից որ դուրս եմ գալիս ամեն օր Արարատը տեսնում եմ, սա մի արժեք է, որը դու ամեն օր ես տեսնում։ Ոչ թե գնամ sense կարոտը քաշեմ, հետո տարի մի անգամ գամ ծիրան ուտելու։ Դրա համար ինքնությանը պետք է մի քիչ այլ կերպ նայել։ Եթե դու ուզում ես այս ժողովուրդը, այս բարդ տարածաշրջանը տնտեսական ոչ փայլուն, այսպես ասանք, երկրում մնա, հակառակը դու այդ ինքնությունը պետք է ուժեղացնես մաքսիմալ։ Չեմ հասկանում ինչ են անում։ Հիմքերն ենք հանդում։ Եթե այս ձևի շարունակվի եւ հանկարծ ժողովուրդը սկսի այս թեզերը ընդունել, Հայաստանը 1 միլիոն մարդ է մնալու։ Անճարներ։ Որտե մնացածը գնալով են եւ Միացյալ Նահանգներում են ավելի լավ ապրելու հաստատ, եւ Ռուսաստանում են ավելի լավ ապրելու եւս հաստատ։ Ինչ է սա։ Հիմա ես պիտի վերադառնա մի բան էլի, բանաձև մի անգամ ասել եմ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն ինչ արվում է։ Հիմա չեմ ասում գործակալ, ես ենթադրում եմ, որ ավելի շատ sense հոգեբանական բարդույթներ հաղթահարելու պրոբլեմի մեջ հայտնվել ենք ու սա ամբողջ երկրով մի մեծ ժողովրդով մենք դրա դարդն ենք քաշում էլի, դες ինչ անում այս մարդը։ Երևի այսքանը ինքնության հետ կապված եւ 4-րդ հանրապետության հետ կապված։ Սա է։ Կրկնեմ, արյան մեջ թաթախել է 3-րդը, հիմա իրեն թվում է, թե 4-րդը հրճակելով ես մի հատ լավ դուշ ընդունում էլի, sense բանով մաքրվում է եւ sense պուպուշ մտնում է 4-րդ հանրապետություն։